ընկերությունը իր տնօրենով հանդերձ եկել են ծնողությանը մեր հետ հանրային քննարկման։ Տեսնենք ինչ են առաջարկում, ինչ են ասում, մենք էլ անտեղյակ ենք, շատ բաներից տեղյակ չենք։ Առաջի քննարկմանը ներկայիս անձամբ չեմ եղել, քննարկում եղել համայնքում, համայնքապետարանում, ավելի մատչելի, ավելի պարզ մեզ բացատրեք ինչ է կատարվելու, ինչ է լինելու, որ մենք հասկանանք ինչ առաջարկենք ձեզ, ինչ պահանջենք ձեզանից։ Ես ներկայացնեմ փորձաքննական գործընթացը, ինչի համար եք այսօր հավաքվել այստեղ, ողջունում եմ բոլորիդ, շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննական կենտրոնի որակի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյան։ Համաձայն Ալահմեդ Փ.Բ.-ի կողմից ներկայացված հայտի այսօր հավաքվել ենք հանրային քննարկման համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի, ուրեմն ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման նախատեսվող գործունեությունը հանդիսանում է A կատեգորիայի գործունեության տեսակ, նախատեսված է երկու փորձաքննական փուլ, նախնական և հիմնական, ուրեմն այսօր նախնական փուլի երկրորդ հանրային քննարկումներ են, առաջինը իրականացվել է Չարենցավան համայնքում, որտեղ քննարկումներից հետո տրվել է համայնքի նախնական համաձայնությունը գործունեության վերաբերյալ։ Համաձայն օրենքի այս փուլից հետո նախատեսվում է տրամադրել տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա պետք է կազմվի գնահատման հաշվետվություն ներկայացվի հիմնական փուլի գործունեության։ Տեխնիկական առաջադրանքում ներկայացվելու են պահանջներ համաձայն օրենքի, թե ինչ է պահանջվում գործարանը ընդլայնելու համար։ Ներկա 2400-ից նախատեսվում է գործարանը ընդլայնել հասցնելով 4800 տոննա տարի արտադրողականության։ Համաձայն հայտի ներկայացված են միջոցառումները շրջակա միջավայրի վրա ազդեցությունները մեղմացնելու, կանխարգելելու կամ նվազեցնելու համար։ Փորձաքննական գործընթացում հայտը ներկայացվել է տարբեր գերատեսչություններ, շրջակա միջավայրի նախարարության տարբեր ստորաբաժանումներ, կարծիքներ ստանալու համար։ Մեր կողմից ևս եղել են առաջարկություններ, դիտողություններ, ինչի հիման վրա հայտը վերամշակվել և ներկայացվել է։ Ես կուզեի, որպեսզի նախագծող մասնագետները ներկայացնեն ինչ միջոցառումներ են նախատեսվում, ինչ է իրականացվելու գործարանի ընդլայնման արդյունքում։ Շատ լավ։ Ես ներկայացնեմ, որ ծրագրի նպատակը նախատեսվող գործունեության բնութագիրը, քանի շուտ փորձագետը նշեց մեր առաջարկումը տեղի ունեցել համայնքում, համայնքապետարանում եւ այդ հենց առաջարկման ժամանակ առաջարկեց, որ երկրորդ քննարկումը իրականացնենք Ալափորձ գյուղում։ Ուրեմն ուստի ներկայացնել ընդհանուր բնութագիրը։ Գործարանը տեղակայված է Չարենցավան համայնքի գյուղ Ալափորձ Չարենցավան խճուղի առաջին փակուղու 8-րդ հասցեում Հ7 Կարենից Չարենցավան Ֆրանտան հանրապետական նշանակության ճանապարհի հարևանությամբ գործարանի քանի տարածքը 1.6 հեկտար է, որտեղ կան արտադրական շինություններ, պահեստներ, բարձրական շենքեր, այն սեփականության իրավունք պատկանում է Ալահմեդ Փ.Բ.-ին, տրված Հայաստան Հանրապետության կադաստրի պետական վկայականի հիման վրա, Խոհամասի գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտներ։ 2003 թվականից ընկերությունը գործարկել է ֆերոհամաձուլվածքների արտադրությունը 2000-2400 տոննա տարեկան արտադրողականությամբ դրվածքային հզորություններ եղել։ Անցել է փորձաքննություն, ստացել է դրական եզրակացություն, այնուհետև 2014 թվականին գործարանի տարածքում տեղադրվել է մոլիբդենի խտանքի թրսման հոսքագիծը և ընդլայնման նախագիծը ներկայացվել է նորից փորձաքննության, բնապահպանական փորձաքննություն 2014 թվականին, ապրիլի 22-ին ընկերությունը ստացել է դրական եզրակացություն և 2014 թվականի կեսից ընկերությունը իրականացրել է սարքավորումների մոնտաժ, կարգավիճում, շահագործում, այնուհետև հումքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով որոշակի դադարներ ունեցել, ամբողջ հզորությամբ չի կարողացել շահագործել, ներկայումս հումքի մատակարարման խնդիրները լուծված են,
գործան ամբողջ հզորությամբ, դրվածքային հզորությամբ աշխատում է 54 աշխատակից, որից 35-ը բանվորներ են։ Նպատակը մեր այս հանրային քննարկումների նախատեսված է ընկերության ներկայիս գործող մոլիբդենի օքսիդի արտադրությունը 2400 տոննա տարի հասցնել մինչև 4800 տոննա տարի արտադրողականության 24 ժամը աշխատանքային ռեժիմով։ Մոլիբդենի խտանյութից մոլիբդենի օքսիդի ստացման արտադրողականությունը լայնելու նպատակով ներկայումս գործանում տեղադրված երկու թրսման վարարները նախատեսում են ավելացնել ևս երկուսով, արդյունքում ընկերությունը տեղադրված կունենա 4 վարարներ, որոնք աշխատում են էլեկտրական հոսանքով, այսինքն սովորաբար նմանատիպ օբժիգի վարարները աշխատում են գազ այրումով, այս դեպքում վարարները էլեկտրական են, որը նույնպես հետագայում մենք արդեն ռիսկերի վերլուծության ժամանակ կներկայացնենք, որ բավական նպաստավոր է շրջակա միջավայրի տեսակետից, որովհետև այրման գազերի բավական մեծ ծավալ գոյություն չունի, չի կարող ունենալ, որովհետև բնական գազ մեթանի այրումը տեղի չի ունենում։ Ֆերոհամաձուլածնի ստացման արտադրությունը ըստ էության չի ենթարկվում փոփոխության, առկա տեխնոլոգիական սարքավորումները մնում են նույն ձևի, ինչպես նախկինում եղել է։ Պահանջվող քանակը ընկերությունը ձեռք է բերում խտանյութի մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պայմանագրային հիմունքներով, իսկ պահանջարկներ չբարելու դեպքում, ինչպես նաև ֆերոհամաձուլածնի ստացման համար կան նաև բիզնես պլաններ, որ հումքի ձեռքբերումը կարող է տեղ ունենալ նաև արտաքին դոնորներից։ Ինչպես նշեցինք, հիմնական հումքը հանդիսանում է մոլիբդենի խտանյութը Քաջարանի գործարանից, որի բաղադրությունը ծավալ է ասել, որ մոլիբդենի պարունակությունը 45-ից 52% է, հիմնական մեզ հետաքրքրող տարը բաղադրիչը, և արդեն տեխնոլոգիական պրոցեսում համաձայն ընկերությունում արկա տեխնոլոգիական ռեգլամենտների իրականացվում է այդ խտանյութի վերամշակում, խոնավության կլանում, անհետև խտանյութը անցնում է թրսման տեղամաս, թրսման արդյունքում մոլիբդենի խտանյութից ստանում ենք մոլիբդենի տեխնիկական օքսիդ կամ մոլիբդենի եռօքսիդ, տեխնիկական անունը ագարտ կա կոչվում, որը նշանակում է թերայր, մոլիբդենի թերօքսիդ, որը իրականում վերջնական նյութ չի, հանդիսանում է ևս միջանկյալ կամ սկզբնական հումք, այլ արտադրություններ հիմնականում մոլիբդենի մետաղական մոլիբդենի ստացման նպատակով, ֆերոմոլիբդենի ստացման նպատակով, ինքը նույնպես հանդիսանում է հումք այլ արտադրությունների համար։ Տեղադրող վարարների տեխնիկական բնութագրերը ասեմ, ուրեմն վարանի երկարությունը 16 մետր, աշխատանքային զոնան 7 մետր, խողովակի տրամագիծը 1200 մմ, արտադրողականությունը ըստ մոյս 2-ի, այն ինչ որ պարունակում է խտանյութի մեջ 3 տոննա օրեկան։ Օքսիդացման պրոցեսը ուղեկցում է ջերմության անջատումով, արդյունքում ստանում ենք մոլիբդենի օքսիդ և ծծմբի երկօքսիդ։ Մնացած պրոցեսները արդեն ինչպես նշեցինք, տեխնոլոգիական ռեգլամենտների ընկերությունը իրականացնում է և կուզեմ քննարկենք արդեն հում շրջակա միջավայրի հետ կապված գործառույթները, ռիսկերը, ինչ ազդեցություն ունի գործունեության արդյունքում։ Նախատեսված որոշակի տվյալներ սոցիալական համայնքի հետ կապված, Չանցավան համայնք, Մակերեսը 2453 կիլոմետր քառակուսի, բնակչությունը 39318, սա այս տվյալները ստացել ենք համայնքի կայքից, համայնքը իր մեջ ներառում է Չանցավան քաղաքը, Ալափարս գյուղը, Արզական գյուղը, Բժնին, Կարմիսը, Ֆանտանը։
Ազդակիր համայնքներից հեռավորությունը Գործանի Ալափարս գյուղից մոտ 26 կիլոմետր, Չարենցավան քաղաքից մոտ 26 կիլոմետր, հաջորդ այդ ճանապարհից դեպի Կարմիր Չարենցավան Ֆանտանա 700 մետր, մոտակա արտադրամասը մեր անունությամբ գործող քարե արտադրամասն է 200 մետր։ Գործանից հեռավորությունը։ Մոտակա բնակելի Մոտակա ամենամոտիկ բնակելի տունը Ալափարս գյուղի այդ վերևի տներն են առաջին 2.6 կիլոմետր հեռավորություն է։ Ընկերության սանիտարապաշտպանիչ գոտին, այսինքն այն զոնան, որը համապատասխան նորմատիվային փաստաթղթերի սահմանվում է ընկերության վնասակարության տեսակետից դիտարկելուց, այսինքն նախագծման փուլում 500 մետր է, որի շրջակայքում չկան բնակավայրեր, հասարակական որևէ շինություն, կողի ընկերության տարածքում միջև բնակելի զոնան շրջապատված է հիմնական գյուղատնտեսական նշանակության հողերով և մեկ արտադրական տարածք դա քարե արտադրամասն է, որի մասին հանրաբար դուք տեղեկություն ունեք։ Այսքանը կապված Սուլազների հեռավորությունը 500 է։ Այո, սանիտարապաշտպանիչ զոնան 500 մետր։ Լավ հարց ես տամ, այդ ասելը մեզ ինչ է տալիս, դեպի կարակ դուք եկա դեր լիցենզիայի համար կան ելույթ ունենայիք, մեկ այդ նախադասությունները ես յոգացի մարդեն ինչ հասկացա։ Մոլիբդենի արտադրության պրոցեսից ես ինչ հասկացա։ Ինչի մեջ չենք հասկանում մոլիբդենի ինչ է։ Բաներութան մենք չենք Մոլիբդենի արտադրությունը ցարից առաջ որել էր 2009-ին, այստեղ են դրել։ Եղել է Քաջարյան և Ալավերդի, որտեղ 4 բոլոր անտառ այլ է, թթվածին արտադրել, գոնե մաքրել է օդը։ Այստեղ ինչ, իբրև ինչ, երկու հատ մալինա ենք հաճեցնում, թունավորենք, երկու հատ ցորեն ենք ցանում, թունավորենք։ Չեմ կարծում թունավորելու մասին խոսքը, Ես դե 20 օր ապրել եմ, տեսել եմ դրա հոտն ու եղբայր վիճակը։ Դե օգուտ տալիս ոնց չտալի։ Ես կետրել բացատրություններ եք, լիցենզիա ստացել, գնացեք պետությունի էկոնոմիկայի նախարարի թույլատրության համար են։ Համայնքին է դա կարծիք է, եզի վնաս տալու է, թե չէ։ Հիմա հիմնական փուլում ձեռնարկողը պետք է անի բոլոր հաշվարկները, ցլման հաշվարկները։ Համայնքում արել է գլխավոր ամասը, փոքրիկ տեղամաս հաշվեք, եկել է դստեղ հարցադրույթի։ Գյուղացուն ինչ է իմանում ինչ է։ Չէ, բայղա։ Բայց գյուղացունից մասնագետունի, որ այդ ձեր ասածը ստուգի։ Դե դրա համար կան մասնագետներ, ովքեր որ ստուգելու են եւ պարզելու են այդ ամենը։ Դե որ մասնագետները ստուգելու են, պարզելու են, իրանք է թողորոշի շրջակա միջավայրի վրա։ Եթե կտեսնենք, որ չի համապատասխանում մեր բոլոր նորմատիվների եւ չափանիշներին, բնականաբար չի թույլատրվի գործունեությունը։ Բայց եթե լինում է նորմայի սահմաններում, կան հատուկ հաշվարկներ, որոնց համաձայն պետք է ձեռնարկողը ներկայացնի։ Հիմա ձեր անմիջական անդրադառնամ ձեր հարցին, ինչ ունենք մենք այդ հավերժ հարցն չէ, մենք ինչ ենք շահում, կամ մեր ուրեմն ընկերության սոցիալական ներդրումների մասին ենք ուզում հիմա քննարկենք, ներկայացնենք ավելի ճիշտ, ուրեմն ընկերությունը իր ներդրումային ամբողջ փաթեթը, որ շրջանակներում մտնում է նաև այս շրջակա միջավայրազդեցության գնահատումը, վերազինումը, ինչպես նաև սոցիալական ներդրումների կոնկրետ ծրագրային և բյուջետային առաջարկումի համայնքին, ուրեմն համաձայնեցված ներդրողների հետ 2023 թվականից ընկերությունը պլանավորում է 10-10 միլիոն դրամ դրամի շրջանակներում սոցիալական ներդրումներ իրականացնի համայնքում։ Իհարկե համայնքի հետ կապված, քանի որ արդեն խոշորացել են, հասկանում ենք, որ համայնքում տարբեր ազդակիր գյուղեր կան ու բոլորս հասկանում ենք, որ հիմնական
ուղղությունը պետք է գնա Ալափարս գյուղի, որովհետև անմիջական եւ հարևանությունը, եւ հողի տեղաբաշխումը, եւ ազդեցությունը կրում է Ալափարս գյուղը, Ալափարսի հողն է որ դե հող, մենք ասում ենք Ալափարսի հողն է։ Եվ այս ծրագրերի հաստատման փուլում ես ուզում եմ նաև համայնքապետը որպեսզի մեզ հետ այս տեսակետ այս հարցի քննարկման ժամանակ ակտիվություն դրսևորի, ծրագրային բարդարումներ ենք ու ներդրումներ ենք ուզում անենք, ուղղվածությունը կլինի բնապահպանական, հանրային բարեկեցություն եւ կրթական, եւ այս 3 սահմանումների շրջանակներում ակնկալում ենք, որպեսզի դուք կներկայացնեք ծրագրեր, ներդրումային ծրագրեր, համայնքի գյուղի բարելավման տեսակետից, այլ այն իմաստներ, թե բա մենք ինչ ենք շահելու, ինձ թվում է 10-15 միլիոն սոցիալական ներդրումը համայնքի համար բավականին էական նշանակություն ունեցող բյուջետային ծրագրային ներարկում կլինի բարեկեցության տեսակետից, իհարկե գյուղը մենք էլ տեսանք, որ բավականին բարեկեցիկ վիճակում է ու ակնկալում ենք, որ նաև այս սոցիալական ներդրումների շրջանակներում էլ ավելի կբարելավվի նաև գյուղի արդեն անմիջապես գյուղացիների այս 3 նշված բնակավարներում բարեկեցությունը, այս նպատակների մասին տնօրենը կներկայացնի, եթե ծրագրային մասը, որպեսզի ինքը նաև հասկանանք, որ ըստ էության այդ ներդրումները պետք է անենք անպայման ձեր կողմից ներկայացված առաջարկների հիման վրա, սա կարևոր պայման է եւ ուրեմն դրա վերաբերյալ նաև ներկայացվել է համայնքապետարանում Չարենցավանը։ Ուրեմն մեր առաջարկը հետևյալն է. յուրաքանչյուր տարի հատկացվել է 10-ից 15 միլիոն դրամ, բայց այն ծրագրերին, որոնք չի ֆինանսավորվում կամ նախատեսված չեն ձեր համայնքների բյուջեներում։ Դուք ծրագրեր ներկայացնեք, պետությունից որոշակի գումարներ ստանում եք, ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար։ Բայց կան ծրագրեր, որոնք բյուջեի մեջ չեն մտնում, որովհետև գումար չունի պետությունը, որ հատկացնում, այդ ծրագրերը մնում են։ Խոսքը գնում է այդ տիպի ծրագրերի վերաբերյալ, որոնք ներառված չեն ձեր բյուջեի մեջ, ֆինանսավորում դուք չունեք։ Ստացել եք, դրանց համար չեք ստանում։ Յուրաքանչյուր տարի մեր կազմակերպությունը պատրաստ է 10-15 միլիոն հատկացնի գումար։ Սկզբունքորեն առաջարկում ենք հետևյալը. դուք համայնքով ներկայացնում եք մեզ ծրագիր, որ ծրագրերն է ձեր մոտ, որ պիտի ֆինանսավորվի, միգուցե մենք լրիվ եք ուզում ֆինանսավորի կամ համաֆինանսավորում լինի, եթե այլ մասնակից էլ կա։ Մենք նաև մեր մոտ կազմակերպությունում աշխատակիցներից ոչ ղեկավար կազմից պետք է ներառված լինեն այս ծրագրի վերահսկողության հարցում, որովհետև որպեսզի մեր աշխատակիցները, քանի որ նրանք բոլորը բացի երևի 58 հոգուց մոտավորապես առնվազն 5-6 հոգին, որ այս համայնքից չեն։ Մնացած աշխատակիցները Ալափարսից, Չարենցավանից, Բժնիից, սա բոլորը այս համայնքից են։ Այ մեր աշխատակիցներից մենք ցանկանանք, որ լինի հանձնաժողով, վերահսկող ծրագիր լինի, ձեր համայնքի կողմից որ լինի վերահսկողություն, մեր աշխատակիցները ավելի շատ ներառված են լինելու, որ վերահսկեն մենք ծրագրերը իրականացնում ենք, թե ոչ։ Այսինքն, որովհետև մեր կազմակերպությունը ISO 9001-ի ստանդարտներն էլ անցնելու եւ մեր մոտ նմանատիպ պահանջները կա։ Այսքանը ծրագրերը, որոնք մենք առաջարկում ենք, հնչեցվեց, որոնք բնապահպանության ուղղվածություն ունեն, սոցիալական, կրթական, որտեղ մենք հանգել ենք մի հարցի, որ մեզ պետք են մասնագետներ, որոնք չկան այս համայնքում։ Եվ մասնագետները որոշետ կարելի է գտնել Երևանից, բայց մենք ցանկություն ունենք, որ երիտասարդ կադրերը, եթե օրինակի համար ընդունում են քիմիական ուղղվածության համալսարանում, մետալուրգիական եւ այլն, եւ եթե իրենք այս համայնքից են, ապա կրթությունը, մեր աջակցությունը նաեւ օրինակ ծրագիր ունենք, մենք սովորող երեխեք են, մենք փաստորեն վճարումներ այդ սովորելու եւ այլն պատրաստ ենք իրականացնելու, որպեսզի վերջում դառնա մասնագետ պայմանով վերադառնա գոնե համատարկ գանել է։
Համար մեր ծրագրերը ավելի որ մենք ընտրելու ենք 10-15 միլիոն հատկացված է յուրաքանչյուր տարի։ Ուղղակի ծրագրերը առաջնահերթությունը գալու է կրթություն, սոցիալական ծրագրեր, որոշ ընտանիքներին ապահով աջակցելու օգնելու չգիտեմ։ Դուք բայց ծրագրերը մենք ոչ թե մենք ենք կազմելու, այլ մենք ցանկանում ենք որպեսզի համայնք ներկայացնի ու կարևորը որ այն ծրագրերը լինի, որոնք արդեն բյուջեի ձեռնով չեն ֆինանսավորվում։ Որ պետությունը ձեզ ֆինանսավորում է, դա արդեն դուք ունեք դրված, բայց ունեք ծրագրեր, որ փող չկա, չեք կարողացնեք իրականացնել։ Ուրեմն այդ ծրագրերը ուղղակի ներկայացնենք եւ մենք համատեղ կֆինանսավորենք դա, համապատասխան պայմանների կնքենք եւ ֆինանսավորենք իրականացնենք այդ ծրագրերը։ Այդքան Ուրեմն ես մանկապարտեզի տնօրեն բնական ծրագրերը մեզ շատ հետաքրքրում, բայց ամենաառաջինը իհարկե արտադրության բանն երեխաներին հետաքրքրում անում վարկաների որ պիտի տեղադրեն։ Դրանք նորեն ներհանելից են, ինչքան մեր իրանք ապահովեցվի տնօրեն պրոցեսը, ինչքան որ մաքուր արտադրող նյութը որ առաջինը պահպանենք, հետո էլ ես պատասխանում։ Ուրեմն վարարանները իրենք հին ինչ-որ սարքավորումներ չեն կարող։ Յուրաքանչյուր վառարանը որ կա, ինքը առանձին նախագծվում է։ Վառարանը առանձին սարքում է, ինքը ամբողջությամբ նոր է։ Բացի դրանից այս գործարանը իր արտադրողականությունը ունի 2400 տոննա։ 2011 թվականից աշխատում է։ Արտանետումները ինչ անում, որտեղ մաքրման համակարգն է կարևոր, թե ոնց է տեղադրվում։ Ինքը տեղադրված է, հիմա էլ աշխատում է 24 ժամ, այսինքն մենք չենք եկել ցանկություն, որ թույլտվություն ստանանք, նոր սկսենք ինչ-որ բան սարքել։ Ուրեմն այդ արտանետումները, որ ես ասեմ ձեզ, որ մաքրվում է, 2400 տոննա անում ենք, մաքրում ենք։ Մաքրման մեթոդը միակ, կիրով։ Մենք կիրը գնում ենք, հավաքելի գումարներ ենք ծախսում կիրի համար, մաքրում ենք եւ արտանետումները ստուգվում են։ Եթե արտանետումները հանգրցակի անցնի օրենքով սահմանված մասից, որը վնասակար է ժողովրդին, իսկ գործարանը որոշ թույլտվություններից զրկված կլիներ։ Այժմ մենք ուզում ենք 2400 մենք արտադրում ենք 24 ժամ գործարանը աշխատում առանց կանգնելու արդեն սկսած փետրվար ամսից։ Այսինքն ոչ մի խնդիր չկա արտանետումների հետ, նորմալ ստուգում են անցել։ Իսկ հիմա եթե մենք սարքում ենք 4800 երկու անգամ նոր վառարաններ են դրվելու, նոր մաքրման համակարգ իրանց համար ու նույն ձևի բոլոր պայմանները իրականացնել։ Ուղղակի արտանետումները կրկնակի ավելանում։ Այլ այս հաշվարկները մեզ ներկայացնելու արդեն մասնագիտական կողմասը անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների ցուցակ հաշվարկ կա։ Համակարգչային հաշվարկները, որ ներբեռնում են տվյալները համակարգիչը հաշվում է, այդ տվյալները համապատասխանում են նորմերին, թե ոչ։ Հիմա փորձաքննական ինչքան էլ որ սոցիալական պահը շատ կարևոր է համայնքի համար, բայց առավել կարևոր է նաև բնապահպանությունը, չէ՞, շրջակա միջավայրի պահպանությունը։ Այս ամեն ինչից ելնելով հիմնական փուլում այս ամեն ինչը ներկայացվելու է թափոնների ավելացումը լինելու, արտանետումների ավելացումը լինելու, փորձաքննությունը նրա համար է, որպեսզի ուսումնասիրվի, պարզվի այս նախատեսվող գործունեությունը ինչքանով է վնասակար լինելու մարդու առողջության վրա, դա հիմնական եւ կարևոր պայմանն է։ Եթե ամեն ինչ նորմալ սահմաններում լինի, կտրվի դրական եզրակացություն, եթե ոչ, կտրվի բնականաբար բացասական։ Այս փուլում տեխնիկական առաջադրանք, որ տրամադրվում է, դա չի նշանակում, որ մենք դա դրական փորձարկի դա տներեք տենց։ Պարտադիր, հիմա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն է իրականացվում։ Ասենք փորձեցիք ու շարժարը չի համապատասխանում։ Բնականաբար մենք ինչ պետք է իմանանք դա չի իմանում, դա մենք ենք իմանում, համապատասխանում ենք տարբեր մասնագետներ, բայց մենք ինչ ենք իմանում, մենք ինտերնետը կարող ենք կամ քանդել կամ բادر կամ ես կամ լոմով քրկու եք կամ դեկան։ Տեսեք, եթե ես իմանում եմ, որ չի համապատասխանում, ես այդ դեպքում ոնց եմ տալիս դրական եզրակացություն։ Մեր գյուղացիներն են մեր գյուղից մարզանելու այդ այդ մարզան արցնենք ասենք։ Դե դրա համար երկու հանրային քննարկումներ եւս լինելու են հիմնական փուլում։ Մասնագետները կգան, արդեն հիմնական ավելի մանրամասն կներկայացնեն ձեզ։ Չէ, ադրանքան կներեք, զավոդը Զուլամատուրի զավոդը։ Այդ ինչ թույն այդ արտադրը մենք ասում ենք, ալա փարսենի մի դոմեր շուտ տակներ, մում։ Դե շատ բարձր է։ Վարտան գտարը դեպի բանից վատը, քունի գանուն չան։ Դա գալիս է ձեռնարկողի բարեխղճությունից, այսպես ասած։ Հիմա ինքը փաստաթղթերով իհարկե
Ներկայացնում եմ, որ ամենից նորմալ է, մենք տալիս ենք նախագծից, որ շեղումներ չլինի։ Եթե մարդիկ շեղումներով աշխատեն, բնականաբար ասած վատ վիճակը կլինի։ Ես չեմ ասում կարող է լավ Իսկ ավելի ճիշտ չէ, դե Բայց հիմա դուք չգիտեք, այս դերմատոլոգիայից նոր մենք ես Մեր մարդիկ էլ իմ կարծիքով հաստատել հայերն ես արմատորի մեջ լցում են, բայց մի տենց է Դրա համար կա վերահսկողություն պետք է կան վերահսկողություն համապատասխան։ Բողոքում են, բայց ով Երբ որ բողոքեք, բողոքը շատ լավ տեղ է հասնում, կան համապատասխան տեսչական մարմիններ։ Այդ ճիշտ աշխատել է, ճիշտ է բարձրացնում, բայց հակառակը ֆիլտրել են դեպքում աշխատանքներ տարվում է, բայց դա ասենք Բարբերաբար։ Լավ, անցնենք մեր բուն թեմային։ Հիմա որ դուք փորձակնությունը նոր եք անում, հələ չեք ավարտել, չէ՞ ոնց։ Ասեցի, երկու փուլ ունենք, սա նախնականն է, որ այս փուլով ավարտվում է, հետո լինելու է հիմնական։ Իսկ այդ փորձագիտական խումբը դուք ոնց եք ընտրում, դուք մասնագետներով, հա, Մենք չենք որոշում, օրենք կա, օրենքով սահմանված կարգ կա և որոշումներ կան, ընթացակարգ կա, որ օրենքի համապատասխան արվում է։ Տարբեր գերատեսչություններ են ուղարկում հայտերը, տարբեր մասնագետներ, առողջապահություն, տեսչական մարմիններ տալիս են իրանց առաջարկությունները այս գործունեության վերաբերյալ և դիտողությունները, որը հաշվի է առնվում, թե վերամշակումներում, թե հիմա ես տեխնիկական առաջադրանք որ տրամադրում եմ, բոլոր պահանջները ներկայացվում է տեխնիկական, որպեսզի ձեռնարկողը հաշվետվությունը կազմի այդ պահանջներին համապատասխան։ Եթե չի կազմվում, հետո վերադարձվում հաշվետվությունը, ասում են դուք մեր պահանջները չեք կատարել։ Այդպես համապատասխանվում է օրենքի պահանջներին։ Մենք ինֆորմացիաներով համար խմբի մեջ իշուր մարդ Տեսեք, ում չկա, մենք ձեզ գալիս ենք հանրային քննարկումներ, եթե դուք հիմա ինչ-որ առաջարկություններ ունեք, ինչ-որ դիտողություններ կան, կարող եք հենց հիմա ասել, ես կներառեմ։ Մենք ունենք անհանգստություն, որ դա վնաս ստեղծում էր հետագա սերունդներին, և չգիտեմ բնապահպանության և այլ։ Միաժամանակ չենք էլ ուզում հարցին պրինցիպորեն մոտենան, որ չէ, որ չպետք է փակվի զավոդը, որտեղ հասկանում ենք, որ զավոդը աշխատում է, ինչքան գործաներ աշխատել է։ Զավոդը չի փակվի, Ես ասում եմ, խնդիրը չի, որ մենք տրամադրված ենք, որ այդ գործերը ծավալենք։ Դե եթե բարեփոխությունը շահագործեն որևէ խախտումներ միջոցառումները թող ներկայացնեն Հիմա տեսեք, այս փորձագիտական պրոցեսը, սա մենք չենք խորհրդել, կամ մենակ մենք չենք սա մշակված է, սա գործառույթ է, որի շրջանակներում պարզաբանվում է նաև ձեր, մեր մտահոգությունները։ Մեր մտահոգությունները կամ մեզ հետաքրքրողը համայնքի հետ քննարկում ունենան, բայց քննարկում, մարդիկ ասեն իրենց մտածմունքները չէ, Հոպան ասպախ ես եկել, մեկն ասպա ես ինչ անունեմ, համանքապետ ասպա ես ինչ Սա իմաստը դա է, եթե պիտի կա սես գլուխներ ես թապտան Մենք փորձագիտական ենք, այսինքն ձեր մտահոգությունները կախված բնակչության վրա, գյուղատնտեսական, այսինքն այս փաստաթուղթը իր տեխնիկական աշխարհներով գնալու է նախագծով։ Գրում է առողջապահության նախարարություն, գրում է հողերի վարչություն, որտեղ ստացած են արդեն մասնագետները, որոնք հասկանում են, ենթադրեք X թվի տակ ինչ է նշանակում, էլի։ Այսինքն բացառվում է, որ այդ ազդեցությունը ինքը լինի չափերից դուրս ու դա ընդունվի, դա բացառվում է։ Երկրորդ, ընկերությունը այս տարվա սկզբին անցել է տեսչական ստուգում, ամբողջական, որ ամբողջական ստուգում անցել։ Ու ինքը այդ ձևի ազդեցություններ չի ունեցել։ Երկրորդը, որը դուք կարաք, ընկերությունը 11 թվականից աշխատում է։ Դուք ստե բարձրացնում եք այլ գործարան, ես հասկանում եմ, դուք մտահոգություն ունեք այլ գործարանից, բայց պիտի նաև կարողանանք տարբերակել խնդիրը։ Մեր խնդիրը Ալափարս, Ալափ մեր ՏՏ։ Գիտեմ, հիմա տեսեք, 2011 թվականից այդ ընկերությունը աշխատել է, իր դերվածքային հզորությամբ։ Դու ոչ մի բողոք մենք չենք ունեցել։ Ոչ ունեցել ենք հասարակական հիմունքներով, ոչ
ունեցել ենք բնակչությունից, ոչ ունեցել ենք համայնքից, ոչ ունեցել ենք անհատական Մալինայի դաշտ։ Այդ Մալինաս, չգիտեմ, չորանում է, բերքը ուջուրա, լավ չի լինում։ Ես տանում եմ փորձակնության, ստուգում են ու բանից դուրս է գալի, որ այդ գործարանն է ինձ, այդ գործարանի այդ թունավոր նյութից իմ բերքը փշացել է։ Իմ հաշվարկով էլ ես այդ սեզոնին, կոպիտ ասած, 3 տոննա բերք էի հավաքելու։ Դրա պատասխանով է տալու այդ դեպքում։ Ես պարզում եմ, որ ձեր գործարանից է դա վնասվել իմ բույսը։ Մալինայա, աճարա, այժմ։ Ով է դրա պատասխանը։ Ես ասեմ հետևել է, ցանկացած բույս ու վարդապատասխան։ Ցանկացած գործարան, որը ինչ ուզում արտար, արմատուր եք ասում, մերն եք ասում և այլ։ Մա պարզ ասել, այդ մաքրման հարցը կախված է երկու ցուցանիշից, պարզ ասեմ, մնացածը ինչ ուզում են ասեն, ես արտադրող եմ, ես աշխատող եմ, գիտեմ։ Կախված է տրուբի բարձունից, պարզ ասեմ։ Եթե գոնե մի մետր ցածր եղավ քիչ դերին այդ տրուբեն, վնասվել է։ Տրուբի բարձունից մեկ է կիրի քանակից, որ առնեն, խառնեն, որպեսզի դա դուրս գա։ Վերջ, եթե մի չափանիշ չանի գործարանը, այո, վնաս կտա այդ 500 մետրի մեջ, որտեղ տրուբեն եթե ցածր եղավ, ինչքան բարձր է, չէ, ինչքան բարձր է այդ օդը տանա ու ցածրի դեպքում վնաս կտա, հասկացա։ Բայց պարզ ասեմ, եթե գտնեք մեր գործը պարզ, ես եմ հիմա պատասխանում այդ հարցին։ Մեր գործարանի անունը, դրա իրավունք ունի, որտեղ նաև բայատերել։ Եթե մեր գործարանը մեր կողքի դաշտերում ինչ-որ բերքի վնասը տալի ապացուցեք, գործարանը վնասը կփոխադրի։ Всё, դա է ինձ հետաքրքիր։ Ես էլ պարզ ասում եմ, ես որպես գործարանի ղեկավար եմ, ավելով ես փող ծախսել 2 մետր ավել դնեմ տրուբեն, գիբնել 10 տոննա ավել եմ առնում, որ վաղը մյուս օրը ես խնդիր չունենամ, որտեղ խնդիրը այնքան ձեր է, որտեղ դուք չեք իմանում, գյուղացին բերքը վատաստանում չի իմանում, ուր գնա բողոքի, դրանից է, դրանից չի։ Ինձ ավելի շատ շուտ ավելի ստուգում են հակառակությունը, գալիս են ստուգում են, չափումներ են անում, ես են անում։ Պրինցիպից պարզ ասեմ, եթե մեր գործարանը վնաս է տալու, գյուղացին կարում է փորձաքննությունով, ապացի բերի, այդ վնասը մեր գործարանը իհարկե կփոխադրի։ Եթե ասեմ չէ, տալ դատարան է փոխադրում։ Չէ, ես ոչ մի Ինչպես է բարձր, թե ուղղակի։ Չէ, ես ուղղակի այդ հարցը տվեցի, ոչ մի ես տեսակի չի եղել։ Դուք այնպես խոսեցիք, որ Ես նաև իրավաբանական կրթություններ ունեմ, դու եթե տենց խնդիր ունես, կարող եք ապացուցել, դատարանում են հանգիստ կարող եք դուք փոխհատուցումը ստանաք, բայց հարցը հետևելն է, որ դուք պետք է եթե խնդիր եք ունենում բերքի եւ այլն, մասում, մարդիկ շատ մասնագետ չեք նայում կողքից ինչ խնդիր կարող լինել որտեղ, մտածում եք կամ պարտանում չեք, կամ անձրև չի եկել, էս չի։ Այո, կարող է գործարանները արտանետումները վնասել։ Եթե փորձաքննություն անեք, պարզ եք եւ այլն, պարզ է գործարանը, ես չեմ ուրիշ գործարանը, Այս դա է հետաքրքիր։ Ես ասում, եթե մենք այդպես խնդիր ստեղծենք, բայց ավելի լավ է մինչ դրան չհասնելու համար պահպանի բոլոր բնապահպանական միջոցառումները նախատեսվի առավել միջոցառումներ, որպեսզի նման խնդիրներից խուսափվի։ Հիմա ըստ ես ասեմ, խթանյութի հետ կապված է։ Խթանյութը դուրս եկավ, ասենք 40%-ն է, չէ՞, դրա մեջ մոլիբդենը, այն մնացած է, էլի, Ուրեմն խթանյութը իր մեջ 38% սերան է, մնացածը 45% մոլիբդենն է, բղինց կա եւ այլն։ Այդ 30 քանի տոկոսը դա է դուրս գալի, մնացածը բղինձով բանը դա մնում։ Այդ ծծումբը որ կա, ինքը ուրեմն որ մտնում է տրուբի մեջ, որ պիտի դուրս գա, մինչև մտնելը փեջից դուրս գալը, մենք ուրեմն հատուկ սարքավորում ենք, ֆիլտրացիա ենք անում, ասադիցինի կամերա, հետո միացնում ենք սկրուբերները, կիրը, չհանգած կիրը, տոննա 75,000 դրամ։ Այդ չհանգած կիրը մենք խառնում ենք ջրի հետ, ու այդ մինչև ծուխը ինքը մեջով անցնում է, ծուխը արդեն մաքրված է ծծումբի մեջ է, այ վերջում ինչ որ ստանում ենք, շլամ ենք ստանում։ Այդ շլամը գիպս է, պարզ ասեմ, դա վնասակար նյութ չի, պրոստը Հայաստանում ես օրինակ մեռասում եմ, մեկը բացի գիպսակարտոնի գործարան, ցեր,
Այդ սա հումքը փոխանակ ես վճարում եմ ուտիլիզացիայի համար գալիս են մեքենաներով առանձին կազմակերպություն տանում է սվալկաներում իրենք փոս են փորում, այդ հացավը մեջը ծածկում են, դա բայց մաքուր գիպս է։ Հիմա պարզ ասում, ուղղակի ես այդ գիպսը դեպներ գործարան կծախի, բայց ստիպված եմ հակառակը փոխ տան, որ սենց ասած շլամը, բայց ինքը գիպս է։ Բայց ես սենց ասեմ, ես ամսեկան ուրեմն մենք մոտավորապես 150-ից 180 տոննա գիպսային շլամ ենք ստանում։ 150 տոննա գիպս ամեն ամիս։ Մարդիկ եթե դա պետք է լավ Եթե ամեն մեկից զբաղվի իր գործը, ես նորմալ գիպսի կարտոնի գործարան դնեմ, ուզենաց այդ բան չի։ Ամեն մեկ իր գործը։ Չկա Հայաստան, որ մեկ ուզենար գիպս, կտայի հիմնական փուլում արդեն այս բոլոր լուծումները տեղադիրքով, ծավալով, քանակով պետք է ներկայացվի, որը ու ասեմ, մեր արտանետում ամենակ օդինն է շատ կարևոր։ Այդ դրա համար մենք այդ տրուի բարձությունը պետք է լինի 40 քանի մետր անպայման, տրուվեքը ունենք լայն բարձրանից դրած, ու ամենակարևորը կիր չխառնեմ վատակ, դրա համար կիրը առնում եմ, անպայման խառնում ենք, օդը անցնելու, ու ինքը որ է ծծումբը մեջը մտնում է, դառնում է գիպսային շլակ, ուսի դերից մաքուր է դուրս։ Իսկ ֆերոմոլիբդենում մենք ստանում ենք շլակ, շլակն է կվարցվի պիսոկ, ավազ։ Այսինքն դա է թույն չէ, կվարցվի ավազը որ կա, հիմա ուղղակի քանակներ սենց չկա ոչ, Շուշի գործարաններ գնում ավազը կվարցվի բերում է եւ այլն։ Այսինքն մենք ստիպված դա շինարարության մեջքարան օգտագործել, այսինքն վնասակար չի մեր հատխոդները, որ բուն մնում։ Այս օդի հետ խնդիրը դա է շատ կարևոր։ Որ տրուբեն պիտի լինի մեկ է կիր, ուրիշ տեխնոլոգիա ոտի մաքրելու չկա։ Մենք ջուր չենք օգտագործում։ Մեր շրջանառուցիկլը, այսինքն ջուր կանալիզացիա բան ջրի բան չի pasնում, դες բան չունի։ Ուսես մեր արտադրությունը ամենակարևորը արտանետումն է, դա էլ օքսիդի արտադրության։ Իսկ ֆերոմոլիբդենի արտադրությունում ես սենց ասում, իր մենք հոսանք գազ չենք օգտագործում, ինքը ինքնիրան ինքնաայրվում է, ամբողջ իր ծուխը ինչ-որ դուրս է գալի, մենք մտցնում ենք բասեին ունենք, բացի ֆիլտրներից, կրուբերներից եւ այլն, մենք մի հատ էլ անց ենք ասում ջրի տակով։ Ֆիլտրները ինչքան ժամանակում են փոխում։ Կարծում եմ ուրեմն այդ ֆիլտրները ես նաեւ ասեմ սենց, ֆիլտրները ոչ միայն կտորից են կարել, ուրեմն նաեւ մերժավերիկայից ցանց են գնել, տաղանդ են, հանել են կտորը, տաղանդ են անում, հետո նոր կտորը հարցնում։ Ինքը ավելի երկար է գնում, իրոքն ավելի շատ է բռնում, որովհետև ինչ բռնում են այդ ֆիլտրները, իրենք չեն բռնում այդ ծծումբը վնասակարը, նրանք մեր արտադրանքն են, դրա համար մենք ֆիլտրացիան շատ հզոր ենք դնում, որովհետև այդ սա ինչ-որ բռնում է, սա նորից իմ արտադրանքն է, իսկ կորուստ չունենա, եթե ես դա չանեմ ֆիլտրները, կորուստ հա, այդ սա ինչ-որ բռնում է, այդ սա մեր արտադրանքն է, մենք լցում ենք մեջը, դա վնասակար չի այդ արտադրանքը։ Իսկ այդ ծուխը մենք անպայման սկրուբերով ու կիրով, ուրիշ փորձել ենք ամեն անգամ հա հետևում ենք, եթե մի նոր մեխանիզմ ունի, որտեղ այս մաքրումը շատ թանկ է Հայաստանի պայմաններում, կիրը շատ թանկ է։ Բայց այդ ծխի գույնը հա ժամանակ փոխել գույնը։ Դա մի գործարան կա։ Երևի տեսել եք ֆերոմոլիբդենը, որ սպիտակ է դուրս գա։ Մեկ սպիտակ է դուրս գա։ Այդ ֆերոմոլիբդենում ինքը մաքուր պար է։ Այդ մեջ ոչ մի բան չկա, ոչ ծծումբ կա, վնաս է։ Ինքը ոնց որ ջուր որ երազն է, կտայից մենք անց ենք ասում, մենակ պար է դուրս գա։ Դա լրիվ մաքուր։ Այսինքն ավելի օգտակար է, կարելի է բան սաունայի միացնել մաքուր պար ջուրը։ Իսկ մեր մոտ, եթե ինքը հանգարցակի, եթե որ կիր չտրվի, այնվաղ ծուխը լինելու է ասենց ասում, այս գույն է, բայց կիրը ամենակարևորը։ Ուրիշ գույները, եթե ուրիշ տրուբեկի գործարան եք տենում, պարզ ասում, կիր չի տրվում։ Դե կիր տրվի, ծուխը չի տրվում։ Տրուբի ներքևն ենք մենք սասելում, աշխատել ես, աջաղի նայում ենք։ Ծուխը, եթե գույնն էլ տնեք, ինքը կարող օքից բանից լինի, լինում մեկնի, որ ամպերից բանից խալիս է գույնի փոխում։
բայց ինքը պետք է լինի սերգույնի կամ սպիտակ։ Դա իր, բայց սև, եթե կիր չլսնեմ, ոնց կուր կիր չդուս մոնիտորինգի աշխատանքներ, մոնիտորինգի իրականացումը այդ մասին։ Այդ ես ասեմ ավելի մեր սկզբունքը սենց է, մենք մի քիչ փոխ ասենք, որովհետև մի հատ փոխհատուցումով չի լինել։ Այդ մի փոխհատուցում հետո այնքան է վարկաբեկելու մեզ։ Ես ավելի մի քիչ երկաթին գումար ավելի տամ տուրբեն բարձր անեմ, ավելի կիրը ավելի տամ առնեմ, քան թե ես հետո վարկաբեկվի միջընկերություն, որտեղ մեր սավարտադրանքը արտահանվում է։ Կիրը մեր Արարատից է գնում, հա, չէ, հումքը բրեքս տեղից է, բայց այն ինչ որ մենք արտադրում ենք, մեր արտադրանքը մենք չունենք, ռուսերեն ասեմ, Ստալին լիցեյի գործարաններ, էլի որ երկա ծուլեն բան։ Ես այս հումքը օգտագործում են այդպես գործարաններ, դրա համար արտադրում։ Ուրիշ հարցեր չունեք։ Ես դες ասեմ, եթե ոտը ես ասեմ, բան հասարակ է, ասկզգից գնացում է իմ արտադրում։ Ամենամեծ խնդիրը այսօրվա դրությամբ բոլոր գործում դա աշխատավորներ գտնելն է։ Որտեղ թվում է թե շատ են, բայց իսկապես ասում եմ շատ դժվար է գտնել աշխատողներ, աշխատատեղեր բաց են, մենք օրինակ որ հզորացնում ենք, իսկապես ավելի շատ մտածում ենք ոնց ենք աշխատողներով լցնել։ Իսկ աշխատավորները ինչքան է կներեք, բանվորների ասում։ Մոտավորապես 250,000 է։ Մեր մոտ բարձր է։ Բայց նաև ամենակարևորը մենք ենք հետևում իրենց սկզբից կվնասվի բանվոր եսը տեղ նստած, եթե հանգարցակին բան չի։ Վնասենք, եթե ես որից եմ բանվոր գտնենք։ Այսինքն դուք հանգիստ եք, մենք այս գիտեք բան, հետո սենց ասեմ, մենք գնել ենք այս գործարանը, հա, մենք ունենք մեր հայատերերը եւ մենք ունենք նմանատիպ գործարան 5 անգամից Ռուսաստանում, ունենք Եվրոպայում եւ այլն։ Մենք չենք եկել ուղղակի ստեղծել ուրիշ բանից, մենք այս ոլորտից ենք, մենք լավ գիտենք բնապահպանությունը ինչ է, ու ճիշտն ասած կանաչներ են ասում, մենք կանաչների հետ ավելի շատ զգուշությամբ ենք աշխատում, դրսում ավելի ուժեղ է այս հաստուգումը, նույնը բերում ենք արդեն ստեղ։ Եվ մոնիտորինգը, որ արվի, ինձ թվում է այս տեղեկությունը մյուս լսումներում անպայման ասել է, հələ երկու լսումներ կա պիտի տեղեկանենք։ Եթե հանգարցակի ինչ-որ բան մենք չիրականացնենք, ասում ավելի մաքրման կայան ներդրում անեն ավելի հզոր, այս խնդիրը լուծում ասենց, ունեմ հիմա մաքրման կայաններ, տեղադրելու են, եթե հանգարցակի չի բարել, դրա լուծումը մի հատ են, ես նորից գումար եմ ծախսելու, մի հատ են մաքրման կայան դնեմ։ Այսինքն սկզբունքորեն խնդիրը արտանետման տենց է լուծվում։ Այս տեսակետից փորձագիտական չեզոք որպես կարծիք, ես ասեմ, որ նմանատիպ ներդրողները իրականում շատ քիչ են ու այս տեսակետից դուք պիտի շարժագրված լինեք նմանատիպ, որտեղ նման բաց խոսակցություն հազվադեպ արվում, չգիտեմ, ձեր փորձից ելնելով ինչքան փորձ ունեք, բայց նմանատիպ ներդրողներ, որ բաց խոսում է իր խնդիրներից, բաց խոսում է իր պլաններից, ինչպես նաև կարողանում է մտնել այդ քննարկումների մեջ ու հստակ ասել իր խնդիրները ու լուծումները հազվադեպ բանում են, այս տեսակետից դուք նմանատիպ ներդրողների հետ միանշանակ երկար ճանապարհ ունեք։ Ու ինչն է հետաքրքիր սոցիալական ներդրումների տեսակետից, եթե նայեք, ինքը առաջարկում է զարգացման ծրագրեր, ինքը չի առաջարկում ձեզ տեղային լոկալ փոքր լուծումներ, ասում է այն ծրագրերը, որը համայնք չի կարողանում իր ֆինանսական բեռի կամ մեծ ծավալների, այսինքն ինքը միտված է ձեր համայնքի զարգացմանը, ոչ թե լոկալ, հա, մենք այդ մասը արդեն լրիվ տիրապետում ենք, մեր մասնագիտական հարցեր են շատ հետաքրքիր, ինչ ծրագրեր կարանք, ինչ ծրագրեր ունենք, իրոք շատ հատ ծրագրեր ունենք։ Ամենակարևորը շրջակա միջավայրի պահպանությունն է, մարդու առողջությունը, հետո նոր սոցիալական դեպքում երկուսն էլ կարևոր են, բայց ամենաառաջինը շրջակա միջավայրի պահպանությունը։
Եկեք ստեղից սկսենք ու հիմնական փուլում 3-րդ, 4-րդ լսումների ժամանակ, եթե ունենաք առաջարկություններ, դիտողություններ, հիմա կարող եք գրավոր ներկայացնել, որպեսզի այս փուլում հաշվի առնենք եւ կարողանանք ավարտենք առաջի փուլը։ Դեպի արդյունքում ասենք ինչքան է բավարարում Այս նախնական փուլից ելնելով բավարարում է, դրա համար տրվում է տեխնիկական առաջադրանք։ Չէ օրենքով սահմանված մենք ունենք այլ թույլատրելիության որոշման կայացում, որ այս փուլում դա իրական չէ։ Այնպես որ տեխնիկականի փուլը բավարարված է լինելու։ Բայց հիմնական փուլում, եթե տեսնենք օրենքի պահանջներին չի համապատասխանում, նորմերին չի համապատասխանում, այլ ընթացք է ստանում, այդպես։ Մենք էլ պայմանագրի կապենք հենց այդ ուսանողներին, որ գնան քիմիական կամ մետալուրգիական կրթության մի քիչ հովանավորվի մավակը։ Ես բարձ ասում, ես հիմա օրինակի համար ինձ լաբորանտներ եմ չուզում ես բերեմ Աբովյանից, Երևանից, գալիս են, կարամ հանգիստ չեմ։ Օրինակ ուրիշ մեր բանում ես գրում եմ համալսարան, խնդրում եմ նստում եմ դասի, ուղղակի նայում եմ երեխեքին, տենում եմ 120 հոգու մեջ մի 3 հոգի կան։ Բայց ես կցանկանայի, որ մենք վեկարում ենք տենց երեխեքին, ստիպենդիայով, իրենց կրթաթոշակով, թե իրենց վճարով, եթե վճարով է ուսումնեցավ, մենք անում ենք ցանկությունը, որպեսզի գա այդ ու մեր մոտ աշխատի։ Բայց ես իհարկե կցանկանամ, որ այս համայնքից, եթե կան երեխաներ, որոնք սովորում են եւ այլն, նաեւ ծրագրի մեջ, եթե մեր մոտ չեն աշխատելու թեկոս, կան խելոք երեխեք, սովորող, որոնք կներեք ապահոված ընտանիքներից չեն, միջոցներ չունեն, մենք պատրաստ ենք օգնելու եւ նաեւ տենց պարտադիր չի որ կգա մեր մոտ հետո կաշխատի։ Լավ կլինի որ այն մասնագիտությունը որ մեզ պետք է, պարոն Կապոյանը չէ մենք դրան աշխատի։ Դուք նայեք, ես բարձ ասեմ, 2023 գումարը մենք ամեն տարի ծախսում։ Այդ դեպ ես հենց ասեմ, շատերը կարող մտածում որ դեռ կապված է այս բանի հետ, ուրեմն եթե չհաստատվել ամեն տարի մեր գործարանը պատրաստ է դա ծախսել։ Մենք աշխատում, մի կապեք այս լսումների հետ եւ այլն եւ այլն։ Մենք դա միևնույն է նախատեսել ենք, որ մենք անելու ենք։ Ուղղակի մանդլայնում ենք, սա դրա հետ կապ չունի։ Կլինի թույլտվությունը, չի լինի թույլտվությունը, երբ կլինի, կարող է 2 տարի հետո տան այդ թույլտվությունը։ Ամեն տարի մենք մեր ծրագիրը պատրաստ է մեր գործարանը իրականացնել 10-ից 15 միլիոն նայես ծրագիր։ Անկախ դրանից։ Սա այս կգրանցեմ ծրագիրը նոր բան է, ոնց հասկացա, չէ՞, ինչ այս մենք արել ենք հիմա 3 ամիս առաջ սկսել ենք աշխատել, վերցրել ենք վարձակալության, փորձել ենք դրանք գործարանը պիտանի չի 4 ամիս ծառ վերանորոգել ենք, կազմել ենք, որ այդ տիպի խնդիրներ չունենանք կոթի հետ եւ այլն, նաեւ ստուգում ենք անցել, այս տարի ենք մենք սկսել, ու մենք արդեն պլանավորել ենք, որ մյուս տարվանից համայնքում մենք համայնքին հատկացնելու ենք տես ծրագրերին, դա ոչ մի կապ չունի, սա կարող է մեզ թույլտվություն տան 2 տարի հետո, ես ինչ իմանամ, դա դրա հետ կապ չունի, 2023 թվականից, որ դուք էլ իմանաք, Չարենցյալի համայնքապետարանում ենք ասում, մենք իրականացնում ենք։ Այսինքն դա պիտի չէ, ծրագիրը հաստատվի, նոր դուք ծրագրեր բերեք։ Մենք դա անելու ենք միևնույն։ Ես հիշեցնեմ, որ օրենքով սահմանված կարգով ծանոթությունից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվի տեսաձայնագրությունը եւ արձանագրությունը, որպեսզի կարողանանք ընթացք տանք։ Շնորհակալ եմ մասնակցության համար։